24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը։ Բարև ձեզ, պարոն Գասպարյան, շնորհակալ եմ ինձ հնգալվելու համար։ Խոսենք Սիրիայում ընթացող գործողություններից, 1000-ից արդեն ավել մարդ է արդեն սպանվել, ինչ է կատարվում առհասարակ Սիրիայում, որովհետև տարբեր այսպես քննադատություններ, տարբեր հայտարարություններ են հնչում, մասնավորապես Թուրքիան, Եվրամիությունը մեղադրում են Ասադի ուժերին, որ այսպես բախումներ են հրահրում քաղաքացիներին։ Տվյալները տարբեր են, արդեն խոսք է գնում 2500-ից մինչև 4000 զոհերի մասին։ Պատկերները, վիդեոկադրերը, որ տեսնում ենք, որոնք տարածվում են նաև արաբական, թուրքական, ընդհանրապես արևելյան, մերձարևելյան լրատվամիջոցներով սարսափելի կադրեր են իրականում։ Սա եւ քաղաքացիական բնակչությունն է նաև։ Հիմնականում թիրախը հենց քաղաքացիական բնակչություն։ Այստեղ մի քանի շերտ կա, ինչի մասին ես ձեր տաղավարում եմ բազմիցս եմ խոսել եւ իմ վերլուծականներում վերջին 1 տարվա ընթացքում անդադ ասել եմ, որ գալու է այս պահը գալու է եւ եկավ բնականաբար ինչու։ Նախ չմոռանանք, որ եթե ներքին առումով դիտարկենք, Սիրիան ինքը բազմաշերտ, բազմագույն եւ բազմեթնիկ, բազմատավան հասարակություն է եւ այդ հասարակության տարբեր շերտերի միջև բալանսները, որոնք այս կամ այն կերպ, եթե կարելի ասել, պահվում են մեկի հաշվին, մեկի կրոնական ազատությունների, մյուսի խոսքի ազատության կամ ինքնադրսևորման հաշվին, համայնքային այսպես դրվածքը, այդ բալանսավորումը խախտվեց։ Ասադի անփառունակ հեռացումից հետո բանակը ցրվեց դե ֆակտո, գոյություն չուներ զինված ուժեր որպես այդպեսին, որը պահում էր քիչ թե շատ այդ բալանսավորումը պահում էր։ Արաբերեն մի շատ հետաքրքիր արտահայտություն կա, որը նման դեպքերում բնութագրվում է, թարգմանաբար ասեմ, անվտանգային անկարողություն, անվտանգությունը պահելու անունակություն, հա։ Հիմա սիրիական պետությունը այդ վիճակում է հայտնվել։ Դե պարզ է, որ ընդամենը Սիրիա Ասադի ռեժիմի տապալումից հետո 3 ամիս հետո պետությունը ի վիճակի չի ամբողջությամբ վերահսկողություն հաստատել, մանավանդ որ այդ հասարակությունում ավելի քան 50 տարի այդ բալանսավորումները խախտված են եղել։ Այսինքն նույն ալավիները, որոնք Սիրիայի արևմտյան հատվածներում էին ապրում, հա, ծովափնյա շրջաններում հիմնականում Թարթուսում, Բանյասում, Ջաբլեյում, Լատակիայում մոտավորապես 100 կիլոմետրի մասին է խոսքը, ծովի երկայնքով։ Իրենք միշտ ունեցել են առավելություն, ոչ բոլորը իհարկե, ալավիական շատ ընտանիքներ են եղել, որոնք նույն Ասադի ընտանիքի կողմից, ռեժիմի կողմից անտեսված են եղել եւ հալածանքների են ենթարկվել, որովհետեւ չեն ընդունել Ասադ ընտանիքի առաջնահերթություն կամ հավատարմություն չեն հայտնել։ Բայց ընդհանուր առմամբ սուննիական մեծամասնություն ունեցող այդ երկրում ալավիական փոքրամասնությանը տալով այդպիսի առավելություններ, պրիվիլեգիաներ, դա առաջացրել է բնականաբար զգայունություն տասնամյակների գյուղերի մակարդակով, եթե սկսենք, ալավիական համայնքից տարբեր երեխաներ, այսպես ասենք, որոնք ծնվել, մեծացել են այդ շրջանում եւ պետական պաշտոններ են զբաղեցրել, չեն կրթվել, սրանք կարևոր հանգամանքներ են, գնացել են բանակ, բանակում պաշտոններ են ստացել եւ տիրապետել են զենքին, հնարավորություն ունեցել բռնություն գործադրել այլ դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ, հատկապես սուննիների։ Այդ 100 կիլոմետր, որ ասում եմ, այդտեղ խաշվում են նաեւ որոշ սուննիական գյուղեր, հա։ Իրենք միշտ փորձել են այդ գյուղերի նկատմամբ բռնություններ կիրառել, ծաղրել այդ մեծամասնությանը սուննիական։ Հիմա մենք դրա պատասխանի ականատեսն ենք լինում իրականում։ Մեծ հաշվով դրա պատասխանի ականատեսն ենք լինում, որովհետև ալավիական ռեժիմը 50-60 տարի ճնշած է պահել, ճնշել է սուննիներին եւ հիմա իրենք ունեն այդ հնարավորությունը մանավանդ, որ պետությունը կանգնած է անվտանգային քաոսի առաջ։ Կոլապսի մեջ է անվտանգություն որպես այդպեսին չկա, այսինքն այս ժամանակավոր նախագահը, որ եկել է Համադ Ալ-Շարա, ով է նա։ Նա մի մարդ էր, որի գլխի համար Միացյալ Նահանգները $10 միլիոն գումար էր տալիս, հիմա հանեց։ Այսինքն մենք տեսանք կլասիկ առումով տերորիստական ճանապարհ անցած, հա, որքան էլ ինքը փորձի հիմնավորել, որ այդ ժամանակ պայմաններ ուրիշ էին, Իրաքի նվաճում կար ամերիկյան ուժերի կողմից, ինքը մտավ երիտասարդներ, հետո փոշմանեց որոշ գաղափարներ համար, բայց մենք կլասիկ առումով տեսնում ենք մորոքը պահելով, ինչպես է զինվորական տերորիստական համազգեստով մարդը
ստանձնում մի ամբողջ պետության ղեկավարություն արդեն փոխկապով, հա, մենք այդ էվոլյուցիան տեսնում ենք այս ընթացքում, այս 3 ամսվա ընթացքում, ինչ ասադի ռեժիմ չկա։ Պետությունը անվտանգային շատ լուրջ կոլապսի մեջ է։ Բանակ անվտանգային հետախուզական ծառայություններ իրենց բոլոր ճյուղավորումներով ամբողջությամբ նույն գործելավոշն են որդեգրում, ինչ ասադի ռեժիմի ժամանակ, այսինքն մարդիկ են փոխվել ընդամենը։ Գալով Ալավիների հետ կապված շատ կարևոր մի բան ասեմ, որպեսզի մենք եւ մասնագիտական առումով կարողանանք ճիշտ բնութագրել եւ իրենց անունով ճիշտ կոչել։ Այդ բոլոր ռազմական խմբավորումներ կան, որոնք աջակցում են նախագահ Համադ Ալ-Շարային իր իշխանությունը ամրապնդելու հարցում։ Այնպես չէ, որ սիրիական զինված ուժերը ամբողջությամբ ինքն է տերնուտ իրական վիճակի, այլապես նման անկարողության վիճակ չէր ստացվում։ Այսինքն նաև արտոնվում է նախագահի կողմից, ղեկավարի այսօր։ Այո, իհարկե, եթե թեև ինքը դադարեցման կոչ էր անում, բայց ամեն դեպքում պաշտպանության նախարարն հայտարարություններ անում։ Եթե կա պետություն, եթե կա իշխանություն, ինքը պիտի տերուտ իրականը լինի վիճակի, եթե չի կարողանում զենքի նկատմամբ վերահսկողություն սահմանել, իսկ պետությունը միակ քաղաքական համակարգի միակ ինստիտուտն է, Մինե ջան, որը ունի զենքի կիրառման մոնոպոլ իրավունք։ Եթե այդ մոնոպոլ իրավունքը դու զիջում ես խմբավորումների, նշանակում է, որ դա կամ քո անկարողականությունն է առհասարակ, եւ դու չես կարողանում անվտանգություն ապահովել։ Այստեղ շատ կարևոր մի խնդիր կա, որ նույն այդ խմբավորումները, որոնք երկար ժամանակ ֆինանսավորվել են եւ աջակցություն են ստացել հիմնականում Սիրիայի Իդլիբ նահանգում, իսկ Իդլիբ նահանգը Թուրքիայի ռազմավարական հեգեմոնիայի բնական գոտին է եղել։ Այսինքն 13-14 տարի քաղաքացիական պատերազմի ընթացքում Սիրիայում այդ բոլոր խմբավորումները Թուրքիայից են ստացել աջակցություն։ Տարբեր վարձկաններ կան տարբեր երկրներից, հա, միջինասիական երկրներից սկսած Լիբիայում պատերազմածները, կռվածները, հա, երկար ժամանակ, որոնց մեծ մասին մենք նաև տեսանք Արցախում 44 օրյայի ժամանակ։ Նույն այդ զինյալ խմբավորումները արդեն հստակ դավանաբանական ուղղվածությամբ, ծայրահեղ վահաբիստական սուննիական ուղղվածությամբ, հիմա իրենց համար այս անվտանգային կոլապսի քաոսի պայմաններում լավագույն առիթն է իրենց մորը հանելու նաև, հա, անցած դեռ չեմ ասում 50 տարվա, գոնե վերջին 13-14 տարվա այն սխալ, այն բիրտ քաղաքականությամբ, որ նույն ասադի ռեժիմը կիրառում էր խաղաղ բնակիչների նկատմամբ, հատկապես սուննիական մեծամասնության նկատմամբ։ Հիմա դա դրա պատասխանն է։ Կա այստեղ թուրքական ձեռագիր, բնականաբար, շատ տարբեր հաղորդումներ կան, որ այո, մասնավորապես կա մի գեներալ, որը Ասադի ամենահավատարիմ գեներալներից էր, փորձել է ստեղծել ռազմական գործողությունների պլանավորման հատուկ մարմին եւ այդ մարմինը տարբեր հակաիշխանական, հակապետական այսպես գործողություններով է զբաղվել։ Խոսքը այս 2-3 օրվա մասին է։ Մենք այսօր ունենք ինֆորմացիա նաև, որ նույն այդ խմբավորումները, հա, պրոասադյան, եթե կարելի ասել, կամ նախկին ռեժիմի կողմնակից, այո, հարձակումներ են գործել Դամասկոսում, արդեն իշխանության անվտանգային մարմինների որոշ ստորաբաժանումների նկատմամբ, ինչը որ տեղի ունեցավ Լատակիայում եւ Տարտուսում։ Դա կարող է լինել ուղիղ պատճառ իրականում եւ իշխանության ձեռքին քարտ բլանշ կարող է լինել դա, որպես այդ հարձակումը իրականացնի։ Այսուհանդերձ անկախ փաստից, որ անվտանգության մարմինների 50 աշխատակից է սպանվել կամ զոհվել այս կռիվների ընթացքում, այս սարսափելի կադրերը, որոնց մենք ականատես եղանք, տարեցների, կանանց, երեխաների սպանության նկատմամբ, ես ձեզ հետաքրքիր մի բան ասեմ։ Այո, շատ կրոնական ձեռագիր կա դրա հետևում եւ շատ ընդգծված ազգայնամոլական ձեռագիր կա, կրոնամոլական ձեռագիր կա։ Թուրքիայում ապրող ալավիները, որոնք մեծ հաշվով էթնիկ առումով շատ մեծ այսպես ընդհանրություններ չունեն, բայց համարվում են, որ Սիրիայի ալավիների շարունակություն են, սա նաև նրանց համար է մեսիջ։ Այսինքն Թուրքիան, որը սնել է, ծնել է, հովանավորել է, ֆինանսավորել է այդ խմբավորումներին, որոնք այսօր այդ ցեղասպանական գործողություններն են իրականացնում, անկախ փաստից հիմա դու
Տեսեք, հիմա մեկ ուրիշ բան էլ ասեմ, երբ բոլորը խոսում են, որ սիրիական ներքաղաքական միասնության մասին պետք է խոսեին, Էրդողանն է նաև միասնականություն ուզում են քանդեն Սիրիայում։ Իսկ այդ միասնականությունը ինչպես դրսևորվեց, նախագահ Համադ Ալ-Շարայի եկավ, համարեց, որ ազգային միասնության եւ հաշտության խորհրդաժողով պիտի լինի եւ բոլորի հետ պիտի խոսեն, որպեսզի խնդիրները կարողանան կարգավորել։ Այդ հանդիպումը շատ ցավոք, շատ կենացային էր։ Եկավ նախոսած, բոլորը ծափ տվեցին խորհրդային միության կամ այլ երկրների կոնգրեսների նման, հա, ծափ տվեցին, թողեցին գնացին, ոչ մի ռեալ էր խոսում, ոչ մի բանակցություն, որտեղ սիրիական պետության էթնիկ կրոնական կազմը 18-ից 20-ից ավելի է, այդ 20-ի հետ պետք է բանակցել, պետք է խոսել եւ այդպես չէ, որ զենքը վայր դրեք, իրենք զենքը վայր պիտի դնեն, որովհետեւ կա անվտանգային լուրջ մտավախություն քրիստոնյաների հետ կապված։ Անցած 3 ամսվա ընթացքում նույն այս Թուրքիայի կողմից ֆինանսավորվող եւ հովանավորվող կազմակերպությունները, որոնք կազմում են նախագահ Ամադ Շարայի անվտանգային ողնաշարը, թե Ջարամանայում Դամասկոսի կողքը, թե Սեդնայում, այսինքն քրիստոնյաների կյանքի վտանգ է սպառնում։ Եվ բոլորը ունեն մտավախություն Հերմինե ջան։ Այսինքն կար Ասադ քիչ թե շատ լոյալություն էին հայտնում իբր անվտանգությունը պահելու պատրվակով։ Հիմա չկա Ասադ, կա անվտանգային կոլապս, բոլորը ունեն մտավախություն եւ բնականաբար զենքին պիտի ապավինեն սեփական ինքնությունը, սեփական հա աշիրատները կամ ցեղերը, որտեղ ցեղային հիմունքներով է նաեւ Սիրիան կազդուրած։ Հաջորդ ամենամեծ թիրախում քրդերն են բնականաբար եւ չի բացառվում, որ նմանատիպ ցեղասպանական արարքներ քրդական մի քանի գյուղերում կրկնվեն։ Ինչու, որովհետեւ Թուրքիան հստակ պահանջ է դրել, որ քրդերը պետք է զինաթափվեն եւ զենքը պետք է հանձնեն սիրիական պետություն։ Էուր է սիրիական պետությունը սա է։ Հենց այս ողմակները, խմբավորումները, որոնք տարեցներին, կանանց ծերերին, հա, կամերաների առջև, տեսախցիկների առջև մորթում են, պարզապես 1915 թվականից։ Ընդհանուր առմամբ անվտանգային կոլապս է եւ այո, Սիրիան կանգնած է շատ ծանր մի փուլում, երկու երկրաշարժ տեսավ, այդքան զոհեր եղան, 13 տարի պատերազմ, 7 միլիոնից ավելի գաղթական, 3 միլիոնից ավելի զոհ, քայքայվեց այդ պետությունը, դրուզները հարավում, որոնք վայելում են Իսրայելի աջակցությունը ոչ պաշտոնական, քրդերը հյուսիսում եւ այդ պետությունը իսկապես քայքայման եւ իրաքացման եզրին է գտնվում։ Շատ ցավով եմ ասում եւ այս ամեն ինչի մեջ բնականաբար մեր հայության վիճակն է շատ։ Հենց դա եմ ասում, եւ ինչ պետք է արվի այս ուղղությամբ, երկու հայի սպանության մասին էր խոսվում հայր եւ որդի։ Այլ տեղեկություններ չունենք ինչ է ասում։ Ես սա ոչ միայն Լաթաքյան տեղի ունեցածը, նաեւ վերջին 3 ամսվա ընթացքում, եթե կհիշեք, նաեւ Լիբանանում երկու հայ կղերականի քահանայի սպանությունը սրանց նաեւ պետք է գումարել։ Ճիշտ է կարելի ասել, որ անձնական հողի վրա է եղել, մեկը լանջախաչն է տեսել, համարել է ոսկի, դա չէ էականը։ Հայությունը եւ քրիստոնեությունը մշտապես այո, ականատես է եղել է մեր զավարարվելքում նման վիճակներով, ինչու նույն Եգիպտոսում չէր, որ իսլամիստների եկան իշխանության։ Բոլորն էլ ունեն մտավախություն բնականաբար, անկախ փաստից դու տվյալ երկրի իշխանությունների հետ ինչ ջերմ հարաբերություններ կփորձես որպես փոքրամասնություն, հա, քեզ ապահովել, բայց մեկ է երբ այդ ռադիկալիզմի ձեռքը դիպչում է բոլորին, քեզ էլ պիտի դիպչի, այսինքն այնպես չէ, որ հայերին պետք է առանձնացնեն մյուսներին։ Կամ քրիստոնյաների նկատմամբ եթե կա կրոնական ատելության քարոզ, եթե կա ատելության խոսք, դա հասնելու է բոլորին, թեև ձեզ մի հետաքրքիր բան ասեմ։ Կարծում եք ավելի զարգացումներ կլինի այս առումով քրիստոնյաների հետ կապված։ Քրիստոնյաների հետ կապված ընդհանրապես քրիստոնեական ներկայություն արևելքում ծայրահեղականության պայմաններում եւ քաղաքական ընդգծված ծայրահեղական կրոնական նոտաներով խոսույթի զոհն է։ Ինչու տեսեք ես ոչ այդքան արաբական խոսույթը կառանձնացնեի, որքան օսմանական։ Սրանք շատ կարևոր բաներ են, մենք արաբների հետ մեծ հաշվով խնդիրներ չունենք, քրիստոնյաներն էլ, ովքեր են քրիստոնյաները, քրիստոնյաները այդ երկրի տերերն են, Հերմինե ջան, իրենք են ստեղծել այդ երկրը, հետո են այդ երկրները իսլամական դարձել, ասորիներից սկսած մինչև քլդանները, կելտերը, բոլորը, հայերը, այդ երկրի հիմնական, այդ երկրների, հա, հիմնական բաղկացուցիչներից մեկն են եւ արաբական այն երկրներում, որտեղ կա
սուննի-շիա հակասություններ առհասարակ քրիստոնյաներն աշխատել են շատ չդիպչել, որովհետև շատ լավ հասկացել են այս փոքրամասնության կարգավիճակը, իրենց առանձնահատուկ դերը, նշանակությունը։ Դիցուկ Լիբանանը ոչ ոք չի պատկերացնում առանց քրիստոնյաների, որտեղ քրիստոնեական ամենահոծ բնակչություն ունեցող միակ երկիրն է, հա, իսլամական, եթե կարելի ասել, նույնն էլ Սիրիայում։ Բայց այն խոսույթի եւ այն ձեռագիրը, որի ականատեսում ենք լինում ենք Սիրիայում, դա ավելի շատ օսմանյան է, քան մաքուր արաբական։ Դա թուրքական է, դա ունի հովանավորներ։ Դա տեսեք նույնիսկ Սաուդյան Արաբիայի նման երկիրը իրեն թույլ չի տվել երբևէ նման խտրականություն։ Քաթարը, Էմիրությունները, այսինքն իրենց երկրները նայեք քրիստոնեական ամենամեծ երկրներից ամենահոծ բազմություն ունեցող, հա, աշխատանքային միգրանտների համար երկրներ են։ Սա տիպիկ թուրքական ձեռագիր է։ ԱՄՆ-ն կարող է կանխել Թուրքիայի այս գործողությունները։ Կարծում եք, որովհետև հաղորդագրություն ամեն դեպքում հնչել է ԱՄՆ-ի կողմից, որ իրենք հանդես են գալիս կրոնական էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում քրիստոնեական, դրուզական, սլավական եւ քրդական համայնքների կողմից։ Տեսեք, Միացյալ Նահանգները, ինչպես ցանկացած այլ գերտերություն, ունի ճնշման լծակներ, ունի մեծ ցանցեր, հետախուզական, գործակալական ցանցեր ցանկացած երկրում, եւ ինքը կարող է գործընթացների ուղղորդման, կասեցման կամ առաջմաղման վերաբերյալ որոշակի ազդեցություն ունենալ, բայց ինչ որ մինչև մի չափի։ Այլապես իսլամական պետություն կազմակերպությունը ինչպես ստեղծվեց։ Կոնսպիրոլոգիայի դաշտ չմտնենք, հա, CIA-ն է ստեղծել, դա է ստեղծել եւ այլն եւ այլն։ Այդ բոլորը հասկանալի է։ Բայց կա ինչ որ մի չափ, որից այն կողմ գործընթացներ կարող են վերահսկողությունից դուրս գալ։ Իսկ համաչափ է հիմա իրենց հայտարարությունները, կարծում եք, ուշացած չեն, արդեն մի քանի օր է այս վիճակն է, նոր արձագանքում են ԱՄՆ-ից։ Առհասարակ ինչ տրամադրություններ ունեն քրդերի հետ կապված, որովհետև նախկինում աջակցում էին, բայց հիմա կարծես թե այդքան մեծ չի աջակցությունը։ Երբ կասետային ռումբերով Արցախի խաղաբնակության Ադրբեջանը հարվածում էր եւ մենք արձագանքները տեսանք, հա, աշխարհին չէ, ընդամենը դատապարտող հիմա ոչինչ չի զարմացնում։ Շատ հեռու չգնամ, մարդկանց մորթում են, չէ, տարեցներին, աղջիկներին, երեխաներին, դեռատի երեխաներին, այն դաժան պատկերները, որի ականատեսում ենք եղանք, եթե դա միայն պիտի դատապարտվի, ուրեմն ինչ դատապարտվելու մասին է խոսքը։ Հիմա սիրիական պետությունը ասում է, որ ես պետք է անվտանգային վիճակը վերահսկելի դարձնեմ եւ բոլոր այդ գործողությունները անհատական մակարդակում են։ Եթե դու չես կարողանում վերահսկես, ուրեմն այդ ժողովուրդը, այդ բնակչությունը, որը քո պետության առանցքային դերակատարներից մեկն է, հա, ասենք խոսքի 2-2.5 միլիոն ալավիի մասին է, հետո ինչ որ ասենք մեծ մասը պետական պաշտոնյաներ են եղել Ասադի ժամանակ, բայց ինքը քո ժողովրդի մի մասնիկն է, այսինքն եթե դու պիտի թույլ տաս կոտորել, նույն մտավախությունն էլ բնականաբար լինելու քրդերի դեպքում, քրիստոնյաների դեպքում, եւ բոլորը պիտի ստիպված լինեն զենք վերցնել, իսկ դա նշանակում է, որ պետություն եւ այդ խմբավորները պիտի մտնեն լուրջ բախման մեջ եւ անվտանգությունը պիտի քայքայվի։ Հիմա ինչ վերաբերում է ձեր հարցին քրդերի հետ կապված, քրդական խնդիրը մի փոքր բազմաշերտ է, ինչի մասին նաեւ ձեզ հետ տաղավարում ես խոսել եմ, 4 ամիս անընդհատ ասում եմ, որ Օջալանի հարցը լինելու է թուրքական քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը եւ այդպես էլ եղավ, բնականաբար թուրքական պետությունը երթական անգամ խաբեց Օջալանին եւ քրդերին, խոստանալով, որ Օջալանին պիտի ազատ արձակեն Էմիրալի կղզուց, բայց փոխարենը PKK-ն կամ Քրդստան բավարարական կուսակցություն պետք է զենքը վայր դնի, զինաթափվի, գնա խաղաղության գործընթացի եւ դեմոկրատական ընտրությունների միջոցով փորձի երկխոսել եւ այլ եւ այլ։ Այդ հայտարարությունը վերագրվում էր Օջալանին։ Վերագրվում է։ Մենք չգիտենք Օջալանն է դա ասել, թե ոչ, թե չի կարելի բացել, հա։ Որտեղ այդտեղ թուրքական հատուկ ծառայությունների կամ ՄԻԹ-ի ձեռագիրն է ավելի շատ։ Մեկ դա Թուրքիայի ներսում։ Թուրքիայի ամենամեծ մտավախությունը Սիրիայի դեմոկրատական ուժերն են։ Սիրիա-Թուրքիա սահմանում 850 կիլոմետրի երկարությամբ տարածված Սիրիայի դեմոկրատական ուժերը եւ հատկապես ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատները կամ ինչպես ընդունված ասել ԵՊԳ, որոնք անկախ փաստից Օջալանը կամ իրեն վերագրվող ինչ հայտարարություն կան չի, իրենք զենքը վայր չեն տնելու եւ իրենք քաղաքական հասնության առումով նաև անցնելով սիրիական պատերազմի բովով եւ ցուցաբերելով մարտունակություն, այսպես ասեմ,
Հիմա իրենք հասել են այն գիտակցության, որ իրենք պիտի օգտվեն Սիրիայում անվտանգային անկայուն վիճակից եւ հասնեն ինքնավարության որոշակի մակարդակի, ինչ մասին դեռ խոսում են 2013 թվականից, Ասադի ժամանակ։ Կհաջողվի թե ոչ շատ հարցական է, որովհետեւ այդտեղ շատ ավելի շատ թուրք-ամերիկյան պայմանավորվածություններից է կախված, ամերիկա-ռուսական պայմանավորվածություն, ընդհանրապես Թրամփ-Պուտին հանդիպմանը բոլորն են սպասում, Հարավային Կովկասից սկսած մինչև Եվրոպա։ Եվրոպան սպասում, ինչու են այսպես տագնապած, հա? Մեկը թողնում գնում է սպիտակ տուն, այսպես սողեսող գնում է հանկարծ ինձ չդիպչեք, Շոլցին բնականաբար հասկանալի է այդ ամբողջը, որ իրենց տներին են մոտենում, Եվրոպան էլ է քայքայում եզրին, Եվրոպան էլ անվտանգության խնդիր շատ լուրջ ունենալու է, որ մնաց ինքը հիմա հանդես գա միջնորդի դերում որևէ մեկի անվտանգությունը ապահովելու կամ երաշխավորելու, էլի։ Եվ այս գերագույն խեղկատակը այդպես էլ չհասկացավ այս ամբողջ process-ները տեսնելով, չհասկացավ, որ Շարլ Միշելի կամ Եվրահանձնաժողովի որևէ ներկայացուցիչի վրա այսպես չի կարելի հույս դնել, նույն եթե ինքը իհարկե խնդիր չէր դրել առաջ, Արցախի հարցը մեկ ընդմիշտ փակել, ինչը դրել էր իր առաջ։ Եվրոպան այդ խնդիրը ունի, Արևելքի այդ խնդիրը ունի, Եվրասիան այդ խնդիրը ունի, բոլորը սպասում են Թրամփ-Պուտին հանդիպմանը, թե փաթեթների առաջնահերթությունը սեղանի վրա ինչպես պետք է դասավորվի։ Դրանք կարող է ռուս-ամերիկյան բանակցությունների դեպքում զուգահեռ գնան բնականաբար, որովհետև մեկը մյուսի հետ կապված է, հա։ Անվտանգային եւ ռազմաստրատեգիական ազդեցության գոտիների բաժանման հարց պիտի լինի։ Եվ այդտեղ է, որ իրենք հաշվի պիտի առնեն տարածաշրջանի խաղացողների, դերակատարների շահերը։ Իսկ այս տարածաշրջանում 3 գլխավոր դերակատար կա։ Թուրքիա, չէ, գլոբալ առողջության Թուրքիա, Իրան եւ Իսրայել։ Այս 3-ի շահերը, այո, այս մերձավոր արևելյան տարածաշրջանում իրենք չեն կարող հաշվի առնել։ Պարզ է, որ նույն իրանական կողմը, ռուսական կողմը, որոնք երկար ժամանակ հովանավորել են եւ աջակցություն են ցուցաբերել սիրիական տարբեր խմբավորումների, Ասադյան ռեժիմի ժամանակ, պիտի փորձեն նաեւ իրենց իրավունքները պաշտպանել հիմա զենքի միջոցով կլինի չի լինի, ուղղակի սիրիական պետության թողտվությամբ այդ զինյալ խմբավորումների սանձարձակ եւ ցեղասպանական արարքները խոսում են այն մասին, որ իրականում այս ամեն ինչի հետևում թաքնված է սիրիական գրեթե գոյություն չունեցող պետության կամ ինքնիշխանություն կորցրած սիրիական պետության այսպես ձևակերպենք շահերի ուղիղ հակասություն Իրանի եւ Ռուսաստանի դեմ կա այս խնդիրը եւ Միացյալ Նահանգները որքան կմիջամտի կասեցնելու կամ կանաչ լույս վառել որպես այս գործողությունները ընթանան, կարծում եմ դեռ վաղ է խոսել դրա մասին, որովհետև Ահմադ Ալ-Շարը ունի միջազգային լեգիտիմություն ստանալու խնդիր, եւ եթե ինքը վարկ չցուցաբերեց ընդգծված հակաիրանյան կամ հակառուսաստանյան, ամենայն դեպս պրոամերիկյան դիրքորոշում որպես այդպեսին ինքը չի կարողանալու ձեռք բերել։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ ինքը տոտալ կախվածության մեջ է առերևույթ թուրքական կողմից եւ թուրքական քաղաքական օրակարգի թիվ 1 խնդիրը քրդերին զինաթափելն է, որը փորձում է պաշտոնական Դամասկոսի միջոցով կյանքի կոչել, դա, բայց միևնույն ժամանակ չմոռանանք, որ Ահմադ Ալ-Շարայը չեր մնա Ահմադ Ալ-Շարական փոխկապ կապած նախագահ չէ լինի եւ իրեն եվրոպական մայրաքաղաք։ Եթե աջակցություն այո չունենար արևմուտքից կոնկրետ Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից աջակցություն չունենար։ Իսկ հայերի ճակատագիրը ինչ կլինի, ինչ պետք է անել առհասարակ։ Հայերի ճակատագիրը բոլոր տեղերում նույնն է։ Ցավում եմ, բայց տեսեք հայկական համայնքը Սիրիայում միշտ ունեցել է հետևյալ դիրքորոշումը, որ մենք պրոպետական ենք։ Այսինքն բոլոր այն գործողությունները, ոչ միայն Սիրիան, նույն Լիբանանում էլ նույն քաղաքացիական պատերազմի տարիներին ամենակառուցողական դիրքորոշումը հայկական համայնքի դիրքորոշումն է եղել, հայկական կուսակցությունների դրական չեզոքությունը, այսինքն ամեն ինչ հանում պետության։ Այո, խմբավորումները կռիվ են տալիս, սա են անում, դա են անում, բայց մեր դիրքորոշումը այն եղել, որ ոչ սիրիական պետության տարածքային ամբողջության ինքնիշխանության հաշվին։ Դրա համար փորձել են միշտ իշխանությունների հետ լեզու գտնել։ Ի վերջո համայնք է, հայկական համայնքը միակն է, որը ի տարբերություն մնացած բոլոր համայնքների ոչ տարածքային պահանջներ ու նկարտումներ է ունեցել, ինչը իրեն շատ ավելի դրական, այսպես բան մեջ է դրել, հա, լուսարձակի տակ են նայել։
Չէ՞ ինչ է քո խնդիրը, համայնք ես կրոնականի տակ ձևավորված, ոչ կուսակցական, ոչ չգիտեմ ինչ, առաջնորդարանն է, ունես Ալեպում առաջնորդարան, ունես Դամասկոսում առաջնորդարան, ամեն մեկը մի թեմի է պատկում, մեկը Մայր Աթոր Սուրբեջյանցին, մեկը Անտիլիասին, եւ այդ ֆոնի ներքո, հա, այդ ֆոնին ավելի շուտ այդ լույսի ներքո հարաբերությունները մշակվել են, ինչ ես ուզեցել դպրոցում հայերեն դասավանդես, գնա դասավանդի որևէ խնդիր չկա, շաբաթական 4 ժամ տալիս են քեզ։ Պատմություն չես դասավանդել բնականաբար, որտեղ արգելված է, աշխարհագրություն, մատենագրություն չես դասավանդել պաշտոնական եւ կրոնդ։ Կրոնական արարողությունները, ազգային արարողությունները, չգիտեմ, զատիկ է, հատիկ է եւ այլն, գնա արա։ Դու որևէ խնդիր չունես, ինչ որովհետեւ այդ պետությունից ոչ տարածք ես ուզել, ոչ իշխանության ես ձգտել որպես այդպեսին։ Համայնքային մակարդակով դու քո կյանքը կազմակերպել ես ի տարբերություն այլ համայնքների։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ ցանկացած իշխանություն, որ Սիրիայում գա, եւ սա պետք է արմատախիլ անենք էլի մեր միջից, որ ալավիների ժամանակ լավ էին կապ, չէ։ Ալավիների ժամանակ լավ էր ապրում, որովհետեւ դու կաշառքով էիր խնդիրդ լուծում։ Կոռումպացված պետություն էր ամբողջությամբ, ինչպես բոլորը, դու էլ փողով հարցեր լուծում, դրա համար էին իրենք լավ։ Ինչ տարբերություն քեզ համար Պողոսն է, թե Ահմեդն է, թե Մուհամմեդն է, ինչ տարբերություն։ Հիմա նույնն էլ այստեղ է, հա, մի բան էլ ասեմ, էլ մենք 1915 թվականի ցեղասպանությունից հետո որ հոց բազմությամբ գաղտեցինք մեր հայրենիքից եկանք Սիրիա, այնպես չէ որ ալավիները իշխանությունում էին, էլի։ Մենք այդտեղ բազմաթիվ իշխանություն ֆրանսիացիների հետ ենք տվել առել սունիական մի քանի իշխանության, մինչև այսինքն հիմա էլ կհաջողվի լեզու գտնել, իհարկե փոփոխություններ լինեն։ Մենք այդ մտայնությունից պիտի դուրս գանք, էլի, որ Ասադի ռեժիմն էր մեր ոչ, չկա այդպիսի բան։ Հայերը արաբ ժողովրդի համար եղբայրական ժողովուրդ են եղել, որևէ տարածքային պահանջ չեն ներկայացրել, որևէ քաղաքական խնդիր որպես այդպեսին չեն ստեղծել այդ պետության համար։ Հավատարիմ պետության օրենքներին, կանոններին, սահմանադրությանը աշխատել են, իրենց պարտաճանաչ հարկերը վճարել են, գնացել են բանակում ծառայել են, ել ինչ պիտի անեն սրանից ավելի։ Ուստի եւ սիրիական ցանկացած իշխանություն հայերի հետ խոսում է շատ կառուցողական դիրքերից եւ շատ լոյալ դիրքերից մեկը մյուսին ընդունելով։ Ես որպես այդպեսին խնդիր չեմ տեսնում այդտեղ։ Այ խնդիրը կրոնական ռադիկալ արմատական խմբավորումների սանձահարման անկարողությունն է, որը բերում է բնականաբար, որը կարող է զարգանալ եւ տարածվել եւ վերահսկողությունից դուրս գալ Հերմինե ջան։ Այլապես մենք արաբ ժողովրդի հետ հայերս մենք որևէ խնդիր չենք ունեցել։ Հիմա Թուրքիայի այս հաստատումը Սիրիայում եւ առասարակ դերակատարման մեծացումը, որ փորձում են հաստատել, կարծես թե ԱՄՆ-ից էլ կա այդ արտոնությունը։ Ինչ է սպասում Հարավային Կովկասում։ Կարծում եք, թե իսկապես անորոշություններ կան, այդ հանդիպումից է կախված Թրամփ եւ Պուտին, բայց ամեն դեպքում Կովկասին ինչ է սպասում, կարծում եք։ Քրդական խնդիրն է հարցը։ Քրդերի հարցը վերջին մի քանի վերլուծականներում իմ փոխիրալիքը Աբրահամ Գասպարյանի հետ մանրամասն քննարկել եմ այս խնդիրը, ճիշտ ասած երկու նախադասությամբ չեմ կարող սահմանափակել, բայց ասեմ հետեւյալը։ Հարավային Կովկասում խնդիրներ կառաջանան, եթե թուրքական քաղաքական եւ համատանգային ախորժակը չբավարարվի Սիրիայում։ Դրանք մեկ մյուսի հետ կապված են, որովհետեւ քրդերի պետություն ստեղծել չստեղծելու եւ ամերիկյան համաձայնությունից միջազգային կոնսենսուսից է կախված, թե Թուրքիան դեպի ռազմավարական խորք դեպի արևելք իրեն ինձ արել։ Ուշադրությունը կշեղի այնտեղ, թե այս կկենտրոնանա դրա վրա, Ադրբեջանն ավելի շատ մեծ աջակցություն տրամադրելով եւ թույլատնելով Իրան-Հայաստան կապը, այսպես ասեմ, հա, որովհետեւ շատ փակագծեր չբացեմ։ Շատ բան է կախված դրանից, բայց եւ շատ բան է կախված, թե քրդերը ինչպես կարձագանքեն այս ամենին։ Այսինքն զենքերը վայր դնել, թե զինյալ պայքարի նոր փուլ, այս անգամ Սիրիայում, հատկապես զենքերը պետության չհանձնելուց հետո։ Այս բոլորը մեծ պայմանավորվածությունների հետ է կապված։ Շատ մեծ պայմանավորվածություններ են, այսինքն Թուրքիան չէ, որ պիտի որոշի քրդերը զենքերը վայր պիտի դնեն Սիրիայում, թե ոչ։ Որտեղ այդտեղ կա Ամերիկայի դաշնակից Իսրայել, կա Իրան, ի վերջո,
որոնց դերակատարումը չի կարելի անտեսել, այնպես չէ, որ Թուրքիան ամենակարող է Սիրիայում, ոչ, այդտեղ ռուսական գործոն կա, ի վերջո գլոբալ եւ ռեգիոնալ պետությունների դիրքորոշումը պետք է հաշվի առնել, չմոռանալով նաեւ Սիրիայի պարակտման դեմ աշխատող մի քանի արաբական լուրջ ծանրակշիռ պետության ջանքեր խոսքը վերաբերում է Եգիպտոսին եւ Սաուդյան Արաբիային։ Սաուդյան Արաբիայի նման սուննիական աշխարհի դափնեկիր պետությունը, որ իր դիրքերը եւ էստաֆետը չի ուզում զիջել Թուրքիային այս տարածաշրջանում, Սաուդյան Արաբիան համարում է Միացյալ Նահանգների թիվ 1 դաշնակից այս տարածաշրջանում։ Եվ Սաուդյան Արաբիայի խոսքը շատ վճռորոշ եւ կարեւոր է լինելու Սիրիայում։ Դե ֆինանսական, տեսեք ֆինանսական ասում ենք։ Դուք գիտեք, որ օրինակ Սիրիական պետությունում վերջ 14 տարվա ընթացքում բանակի սպան, հետո էլ ասում են ինչու բանակը բարևալքվեց, բանակի սպանը ստանում էր $25 աշխատավարձ ամսական։ Պետության մոտ պաշտոնյաները $10-12 տնտեսական փլուզում է տեղի ունեցել եւ մարդիկ սոված են, սա սովածների հեղափոխություն է Սիրիայում։ Սա անօթիների հեղափոխություն է, Մինե ջան։ Ինչպես կարող ես դու խոսել իշխանությունը եւ պետության ինքնիշխանությունը, պետության տարածքային ամբողջությունը պահող բանակի մասին, որ սպած ստանում է $25 աշխատավարձ, եւ հետո ասես, որ կոռուպցիա չպետք է լինի կամ թալան չպետք է լինի, ինչ որ տեղում է, բանակի փլուզում տեղի պիտի ունեցավ։ Ինչու եմ սա ասում, այստեղ Սաուդյան Արաբիայի եւ Ծոցի արաբական երկրների ֆինանսական մասնակցությունը հետպատերազմյան Սիրիայի վերականգնման հարցում շատ կարևոր է, շատ էական նշանակություն ունի։ Ինչու, որովհետեւ եթե իրենք չմասնակցեն, Թուրքիան էլ լինելու դերնուտիրականը իրավիճակի։ Ստրկացնելով Օսմանիզմի, նեոօսմանիզմի քարոզների այսպես քողի տակ, մոլորեցնելով, խաբելով, կրկին փորձելու է, հա, մոլորեցնել առանց այդ էլ հատկապես հյուսիսային շրջանում տգետ հասարակությանը, անկիրթ հասարակությանը, դպրոց չեն գնացել մարդիկ։ Գաղթականներով լիբերեց վրանների տակ ապրեցրեց, հա, շահագործեց, օգտագործեց երեխաներին, բոլորին։ Հիմա էլ նույն ձևով անելու է նեոօսմանիզմի դրոշի տակ։ Եթե արաբական այդ պետությունները իրենց ֆինանսական ագրեսիվ մասնակցությունը չունեցան, այդ երկրի տնտեսական խնդիրները եւ ինտերկառուցվածքներ վերականգնելու հարցում, Թուրքիան շատ հեշտ հանգիստ մտնելու է այդտեղ եւ հյուսիսից այսպես գրավելու դոմինանտություն ապահովելով առաջին հերթին։ Այստեղ է որ ամերիկյան, իսրայելական, իրանական, ռուսական, ամերիկյան, թուրքական շահերի այսպես բախման խաչմերուկ է։ Հիմա Հայաստանը ինչ հետևություններ պետք է անի այս իրավիճակից կարծում եք եւ նաեւ Ադրբեջանից հնչող հայտարարություններին էլ անդրադառնանք, որովհետեւ նրանք չեն դադարում այսպես ճնշման ազդեցություն անընդհատ Հայաստանի վրա եւ մասնավորապես Ադրբեջանի նախագահի խորհրդականը նշել էր, որ եթե խաղաղության իրական մտադրություն ունեն Ադրբեջանի հետ հարաբերություններում եւ որպիսի նոր սկիզբ դրվի, ապա Հայաստանը իր պատրաստակամությունը պետք է ընդունի եւ հանձնի ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին, հատկապես նրանց, ովքեր ներկայումս թաքնվում են Հայաստանի տարածքում, այսինքն բավարար չէ նրանք, ովքեր արդեն բանտում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, արդեն Հայաստանից պետք է մարդիկ ուղարկվեն այնտեղ դատվելու։ 2020-ից դեռ կար այս խոսքը, շատ ենք խոսել դրա մասին, որ հաջորդը իրենք են լինել, այսինքն սա տրամաբանական շարունակություն է, տոնայնության փոփոխությունը պայմանավորված է դարձյալ Մերձավոր Արևելքում իրադարձությունների շիկացմամբ, թեժացմամբ։ Այսինքն ինչու անցած 2 ամսվա ընթացքում նկատած կլինեիք, երբ Սիրիայում քիչ թե շատ հանդարտ էր, քիչ թե շատ եմ ասում, նման տոնայնության խստացում չկար, հանկարծ սկսվեց, ինչու, որովհետև դոմինոյի էֆեկտն է աշխատում, այդ տարածաշրջանից գալու է այս տարածաշրջան։ Եվ բնական է, որ այն գործընթացը, որը հիմա նախաձեռնվել է եւ մենք կոչում ենք խաղաղության գործընթաց, իրականում Ադրբեջանում ես ձեզ մի բան ասեմ։ Ադրբեջանում հիմար չեն։ Այդտեղ պալատական ավանդույթներ կան, վերջո խորհրդային ժառանգություն կա պետականության Ալիևների դինաստիայի մասին է խոսքը։ Ալիևը շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը նման հախուռն եւ անհավասարակշիռ մարդու հետ խաղաղության պայմանագիր կնքելը գրոշի արժեք չունի։ Իրենք շատ լավ հասկանում են։ Ադրբեջանում եթե իսկապես
մտածում են, որ խաղաղության գործընթաց պիտի լինի, թեև ես դա բացառում եմ, որովհետև իրենց ախորժակը միշտ մեծանում է։ Իրենք պիտի պայմանագիր կնքեն այդ թվում միջնորդավորված։ Այնպիսի իշխանության հետ, որը կլինի կոնստանտ, կանխատեսելի։ Այս իշխանությունը կանխատեսելի չէ։ Այդ իսկ պատճառով իրենք երկարաձգում են եւ Ալիևը պարզապես ժամանակ է շահում սրա վրա դիվիդենդներ հավաքելով։ Ընդամենը մեկ ռազմագերիների խնդիրը շարքելով, մեկ սա անելով, մեկ դա անելով։ Իրականում Ադրբեջանում կարծում են այս ամբողջ ավերից եւ իրենց քաղաքականություն տապալելուց հետո ինչու ձեզ թվում է, որ Ադրբեջանը երջանիկ է այսպես, այդ իրենց են թվում, որ իրենք երջանիկ են, որ Արցախի հարցը լուծել են։ Իրենք իրականում շատ լավ հասկանում են խորքում, որ ընկել են մի ծուղակ, ընկել են մի թակարդ, որից տասնամյակներով հետո դուրս չեն գալու։ Որ առումով։ Արցախի հարցով։ Իրենք շատ լավ հասկանում են, որ Արցախի օկուպացիան, այսպես ասենք, իրենց վրա շատ թանկ է նստելու։ Դե թող բերեն բնակեցնեն, ինչի չեն բնակեցնում։ Թող բերեն բնակեցնեն Արցախը։ 5 տարի անցել է պատերազմից հետո։ Քանի հոգի են բերել։ Իսկ զինվորականներին չեն թողնում։ Ինչու եմ ասում։ Իրենք շատ լավ հասկանում են, որ այն սխալը ճակատագրական, որ իրենք արեցին, ավելի մեծ կախվածության մեջ թողեց իրենց տարածաշրջանային նվազագույնի երկու երկրից, Թուրքիայից եւ Ռուսաստանից, դեռ չեմ խոսում արևմուտքի, հնարավոր, այսինքն խաղակարդ տվեցին իրենց ձեռքը։ Այսինքն այս հարցին դեռ վերադառնալու են, երբ որ ամեն ինչ հանդարտվի աշխարհում կամ ռուս-ուկրաինական պատերազմը հանդարտեցվի, կարծում եք։ Ես հավատում եմ։ Այո, հավաքական վերադարձ լինելու։ Հավաքական լինելու այդ վերադարձը։ Բոլոր ինդիկատորները։ Եվ դա աջակցելու, որ իրականացվի։ Շատ բան կախված է։ Ռուսաստանը թե ԱՄՆ-ն։ Կարծես Թրամփին առասարակ հետաքրքիրել չէ Հայաստանի հետ կապված որևէ բան, որովհետև ընտրվելուց հետո որևէ հայտարարություն նա չի արել։ Չի ասել։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված։ Ես միշտ իմ օրիենտացիան եղել է հայկական։ Իմ հայկական օրիենտացիան է։ Չտշնամանալով որևէ բևեռի հետ, որովհետև մենք չունենք այդ շռայլությունը, ռուսամետ լինել, եվրոպամետ, ամերիկամետ, ոչ։ Այնպես չէ, որ Միացյալ Նահանգներին չհետաքրքրում է սոնտիրը։ Հետաքրքրում է։ Թրամփի ադմինիստրացիա մի քանի հայամետ պաշտոնյաների ներկայությունը ոչ թե ապահովագրում է քո շահերի, հայկական շահերի իրականացումը, ոչ, քեզ համար հնարավորություն է ստեղծում, որ դու կարողանաս աշխատանք տանել իրենց հետ։ Ես տեսեք պետության մասին չեմ խոսում, իշխանության մասին չեմ խոսում, իշխանություն գոյություն չունի ու վաղուց գոյություն չունի։ Ես խոսում եմ ընդհանրապես հեռանկարային առումով։ Միացյալ Նահանգների հետ աշխատանքի շատ մեծ դաշտ կա, շատ մեծ։ Այս տարածաշրջանում ամերիկյան կենսական շահերը ոչ թե ապահովելու, այլ չխաթարելու։ Մեր բոլոր իշխանությունները աշխատել են այն բանով, որ հանկարծ ամերիկյան շահերը այստեղ որ խոստացել ենք իրականացնենք, ռուսական շահերը խոստացել ենք իրականացնենք։ Ամերիկյան եւ ռուսական, եվրոպական, իրանական շահերը այստեղ հնարավոր է, այո, այնպես անել, որ մեկը մյուսին չհակասի, առաջին հերթին քո օրիենտացիան դիրքավորելով որպես հայկական։ Երբ դու քեզ դիրքավորում ես որպես պրոռուսական իշխանություն, հա, կամ կեղծ ամերիկյան, բայց իրականում ռուսական, գիտես բոլորն էլ երեխա են, հա, ոչ մի անվտանգային կամ հատուկ ծառայություն չի աշխատում այստեղ, չգիտեն քո շարժու ձևերը կամ ում հետ ինչ ես խոսում։ Երբ քեզ այդպես ես դիրքավորում, դու սկսում ես արդեն հակասությունների խաչմերուկ հանդիսանալ, ոչ թե շահերի համադրման։ Դրա համար ես կարծում եմ, որ նույն հենց Արցախի վերադարձի հարցով նայեք ոչ ոք մեզ մեր սեվաճկերի համար ոչ մի բան չանելու։ Եթե դա մեր մտածողության եւ կազմակերպչական անկարողությունից է գալիս, որ մենք փորձում ենք փրկությունը տեսնել որևէ պետության մեջ, չի լինելու այդպիսի բան։ Մենք ենք որոշել պիտի վերադառնանք, ուրեմն մենք պիտի վերադառնանք։ Կլինես այնքան կազմակերպված եւ համակարգված գործողություններով, որ աչքի կընկնես եւ քեզ կնկատեն դրսում, քեզ կաջակցեն։ Դե այդ հարցը պետք է օրակարգում պահել, հիմա այդ հարցը օրակարգում էլ չէ։ Իշխանության կողմից։ Իշխանության օրակարգում ինչ հարց կա։ Բացի ընտրություններից։ Սյունիքի հետ կապված ինչ հետաքրքրություններ կարող է ունենալ ԱՄՆ-ն, որովհետև Բայդենի կառավարումը ուներ այդ կառավարությունը ուներ հետաքրքրություն Միջին Միջանցքի մասին, էին իրենք խոսում։ Հիմա որևէ այսպես հայտարարություն այս առումով չի արվում։ Միջին Միջանցքը ձեռք է տալիս բոլորին, այդ թվում Ռուսաստանին, բայց իր վերահսկողությամբ։
Նոյեմբերի 9-ը ստորագրել պիտի 19-րդ կետով։ Ռուսաստան քեզից դա է պահանջում։ Դե բայց Իրանն էլ կարծես դա ոչ թե կարծես, այլ Իրանն էլ դեմ է դրան։ Հիմա Իրանի հարցը, այդ միջանցքը Իրանի համար որքան է վտանգավոր, որքան որ Հայաստանի իշխանությունը կարող է գնալ այնպիսի անխոհեմ քայլի, որ այդ միջանցքը տրամադրի այնպիսի ուժերի, որոնք գտնվում են թուրք-ադրբեջանական ուղիղ հակակշռի կամ բալանսի տակ կամ ինչ որ ձև թուլացնում են Հայաստան-Իրան միջպետական սահմանային անվտանգությունը եւ ռազմավարական առումով թուլացնում են այդ կապը, հա։ Այսինքն Իրանի մտահոգությունը կարճ ասած այն է, որ այստեղ Թուրքիան կամ Ռուսաստանը կամ Ադրբեջանը չհաստատի այնպիսի վերահսկողություն, հետո իրենք իրար մեջ փորձեն առևտուր անել, չեզոքացնելով Իրանին։ Ես խնդիրը այլ դիտանկյունից եմ նայում, այս խնդրին այլ դիտանկյունից եմ նայում։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասը զիջելու Ռուսաստանին։ Այնպես ինչպես կա։ Եվ ազդեցության գոտիները այստեղ որ նշում եք Միացյալ Նահանգները ինչպես է վերաբերվում Սյունիքին եւ այլն, կան տարբեր մոտեցումներ, կան անգլոսաքսոնական մոտեցումը, հա, գլոբալ լիբերալիստների մոտեցումները, այդ թվում միջանցքի, կա պահպանողական մոտեցում նույն Միացյալ Նահանգներում, որը համընկնում է ռուսական օրթոդոքսալ մոտեցման հետ, որ պանթուրքիանական գոտին այդուհանդերձ պետք է վերահսկվի, վերահսկողության հարց է։ Իսկ Իրանի նկատմամբ ցանկացած Սյունիքի ճակատագիրը մեծ հաշվով պայմանավորված է Իրանի նկատմամբ գործողությունների որոշմամբ։ Կլինեն այդ գործողությունները, թե ոչ։ Եթե Իրանի նկատմամբ վերջնականապես որոշվեց, որ աշխարհը պիտի մտնի երրորդ ճակատամարտ, երրորդ աշխարհամարտ, ինչը քիչ հավանական եմ համարում։ Դե խաղաղարար կոչերով է եկել Թրամփը, հուսանք կպահպանի։ Ես էլ եմ լիահույս, որովհետև եւ միան հույսով չէ, ես ինդիկատորներով այսպես առաջնորդվում վերլուծության մեջ։ Ես չեմ տեսնում որևէ ռեալ հիմք այս պայդրությամբ հակաիրանյան մասշտաբային ցամաքային գործողության, որը կանգնեցնի շատ ավելի աղետալի մեծ պատերազմի, քան ինչ որ մի փուլում, եթե բանակցությունները չհաջողեցին, թե Իշեք վեցնյակի այդ բանակցությունները Թրամփն էր, որ կասեցրեց իր նախագահության առաջին ժամանակահատվածում։ Բայց հիմա առաջնահերթություններն են փոխվել, գլոբալ առաջնահերթությունները, եւ չեմ կարծում, որ իրանական այդ հսկայական նավթագազային ռեսուրսների նկատմամբ հսկողությունը կարելի է փոխարինել ընդհանրապես իսրայելական ցանկությամբ, հա, հարվածել այդ օբյեկտներին, որովհետեւ Միացյալ Նահանգները առաջնորդվում է ոչ թե Իսրայելի ցանկություններով կամ մեկ այլ պետության, այլ իր անվտանգային եւ տնտեսական երկարաժամկետ շահերով։ Այդ երկարաժամկետ շահերը Էրմինե ջան ենթադրում են ըստ իս, որ Իրանի նկատմամբ գործողություններ չպետք է լինեն, ինչը մեզ կարող է նաեւ ինչ որտեղ ասել, որ Սյունիքի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը կամ հավակնությունները այս պայդրությամբ կոնտրոլի տակ են, հսկողության տակ են։ Դրանք կարող են խցանի նման, շշի խցանի նման դուրս գալ ցանկացած պահի։ Բայց այս պահին վերահսկելի են։ Այս պահի դրությամբ վերահսկելի են մինչև ամենայն դեպս Թրամփ-Պուտին։ Եվ կարճ անդրադառնանք, որ ասում եք Ռուսաստանին կթողնվի Հարավային Կովկասը, Թրամփը այսպես ասած, կթողնի Ռուսաստանին, ինչ է սպասվում Հայաստանին այս դեպքում։ Համաձայնության կգանք Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում, արդյոք կլինի կամ ավելի խորացում, միգուցե թե Հայաստանի իշխանությունները չեն գնա դրան։ Չէ, այս իշխանությունը։ Այո։ Այս իշխանությունը ես ձեզ մի բան էլ ասեմ, ձեր գործընկերը, որը հիմա ձեր մոտ չի աշխատում, ուղիղ 4 տարի առաջ եմ ասել այն սցենարը, ինչ որ տեղի ունենալ։ Ծնկաչոքսա գնալու է Մոսկվա ներողություն խնդրի։ Եվ աղերսի երկարակեցություն իշխանությունում, աղերսի, ինչի ականատեսն ենք լինում, տարբեր մարդկանց է ուղարկում։ Ռուսաստան դեսպանի հետ իր հոգևոր հայրը այստեղ բարբերաբար հանդիպում են, Ռուսաստանից մարդիկ են գալիս իր հետ հանդիպում են, ինչու թաքնված մեսիջները փոխանցում, էլի։ Այսինքն ինքը երես չունի բնականաբար։ Արարատ Միրզոյանն է ուղարկում, ինչ որ Ատվիենկո, բանման, հա, այստեղից հետո կգան, չեն գա, ծաղիկներով կդիմավորեն, այս կապիկությունների շքերթը ինչ համար է արվում, շատ լավ հասկանում եմ, որ Ուկրաինայում վերջացած է հարցը, կամաց-կամաց գալու են Հարավային Կովկաս։ Եվ ես ասել եմ այս տարի 2025 թվականին մի քանի պոպուլիստ ղեկավարի իշխանությունից հեռացնելու են, առաջին Շոլցն էր։
տեսակ ինչ եղավ։ Ցուցակում։ Սա է Ալիևն է, Նաթանյահուն է, այսինքն երբ որ մենք խոսում ենք աշխարհի կերպարի փոփոխության նոր աշխարհակարգի մասին, Էրմինե ջան, այդ նոր աշխարհակարգը մեկ կոճակով չէ, որ պիտի լինի, դերակատարներով է չէ լինելու, սրանք փչացրել են։ Նաև Ալիևին կարծում եք այլ։ Իհարկե։ Այսինքն եթե այս տարածաշրջանում Ռուսաստան ռուսական դոմինանտ ազդեցությունը պիտի շարունակվի, ում միջոցով այս երկու դերակատարները Նիկոլ Ալիև ոչ։ Կարծում եք Փաշինյանին արտոնություն չեն տամնալու կամ չեն աջակցի։ Ես չեմ կարծում, որ ինքը ունի որևէ հնարավորություն աշխարհի որևէ մայրաքաղաքում, բացի Անկարայից, ասել եմ, Էրդողանն անձամբ իր երաշխավորը ամեն ինչում եւ վաղուց։ Աշխարհի որևէ մայրաքաղաքում ինքը չունի ոչ մի ընդունելություն եւ ոչ մի հովանավորություն։ Ամենայն դեպս այնքանով որ յոլա են տանում, ասում են տեսնենք ինչը մեծերը ինչպես խոսենք պայմանավորվեն, նոր կհասկանանք սրանց հարցերը ոնց պետք է լուծենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Զրուցում էի Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի հիմնադիր Աբրահամ Գասպարյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։